Ընդրակաշարք, ով չգիտի, որ դուք եք բաժանել ընդրակաշարքը։ Լրագրողները բոլորը տեսել եք, որ գծի հետևում եւ մնացած տեղերը խանութներ կա, որ մի մարդուն 60,000 դրամ փող եք տվել։ Ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընդրակաշարք բաժանելուց։ Ես ընդուք գովազդ չեմ արել։ Վիվարոյի ձեր գումարները, ձեր ամբողջ հանրապետությունը լցրել եք Գյումրի, ամբողջ հանրապետության ԿՊ-ներին բերել լցրել եք այստեղ։ Ուրեմն ավտոբուսներով այդքան մարդ էիք կրում, ցուցակներ այդքան։ Հիմա ես օրինակ հենց հիմա փաստ ունեմ մի տան վրա 57 հոգի մարդ եք գրանցել։ Այդ մարդիկ եկել են ընդունելության, ինձ ասում են պարոն Ղուկասյան, 57 հոգի մարդ են գրանցել, սրանք ովքեր են։ Մի տուն կա 10 քանի հոգի եք։ Այսինքն այդ ով է դրանք անող։ Այդ փաստերը չեք ներկայացնում։ Գտամ այդ փաստերը։ Ես այդ փաստերը երբ պետք եղնի կբարձրաձայնեմ կտամ։ Մյուսն ասեմ ձեզ։ Շենքեր կան փլված քաղաքում, որ գոյություն չունեն, բայց այդ շենքերը ընտրություններին կանգնած են եղել։ Դուք խոսում եք մակրոցյունից, շիտակությունից, այսինքն ձեր դաստիարակությունը դրսից սորոսական դպրոցներ եք ավարտել։ Եթե ուզում եք մի բան քանդել, մի կառույց, մի ոլորտ քանդել, սկսում եք այդ ոլորտին ձեզի սրբացնել, նրանց վադաբանել։ Եվ հետո ուրեմն ամեն մեկը ամեն օր նույնը ասում եք, Մեսրոպ Մաշտոցին կարող է դուք անեք բողոքական, ձեր այդ դպրոցներով, բայց այստեղ բոլորը ձեզ ճանաչում են, էլ չեք կարող, էլ ամեն ինչը, հետո պատկերացրեք, ազգային ժողովում, վարչապետը նստած, կառավարությունը նստած, այն հաստագլուխը, Վարդանիկով է խոսում, հələ պատկերացրեք, ազգային ժողովում, Վարդանիկով է խոսում, ու մի մարդ, որ ազգային հերոսին, պատերազմին ոտքը կտրած հայոց պաշտպանության նախարարին հետևից ձեռք է գցում, խփում է, հասկացար, ու դա կարող է լինի ձեր թիմի անդամը, ու ձեր թիմի անդամներին հələ նայեք, նամանավանդ այստեղ ներկայացնող, ու դուք դրանց վրա հույս եք դրել, ուզում եք, որ Գյումրիում դուք հաղթանակ ունենաք։ Նա խոստովանեց, որ իրեն հանգիստ չի տալիս ձեր քաղաքապետ ընտրվելը։ Միանշանակ հանգիստ չի տալիս, որովհետև ինքը իր կուսակցության մեջ խայտարակվել է որպես նարկոման։ Ինքը Նիկոլ Փաշինյանը իրեն տարավ ստուգեց, ինքը որպես նարկոման դուրս եկավ եւ այդ պրայմ երիզը ինչ էր, բաներ 100 ցեն մեկը, որ 100 ցայն հավաքի։ 100 ցայն, պատկերացրեք, ու դա դառնա Գյումրու քաղաքապետ։ Դուք պատկերացնում եք ինչ բան է։ Այսինքն արժեքները ոտնահարված են։ Արժեքները, քաղաքապետը ով, դրանք ինչ իրավունք ունեին ազգային ժողովում պատգամավոր լինեին, նայում եմ դրանց մակարդակը, մեկ ասում է լեզուդ կկդրեմ, մեկ ասում է ագանջներդ կկդրեմ, խուժանի պես, ողմակի պես թափում են մարդկանց, այս չէ դրանց մակարդակը, հələ մի հատ ես 2 անգամ ազգային ժողով պատգամավոր, այդպիսի բան տեսել եք ազգային ժողովում։ Պարոն Ղուկասյան, տեսեք, հերթով, ներողություն, հերթով ասեք կպատասխանեմ։ Ընտրություններին անդրադառնալով հարցնեմ ես ձեզ, քանի որ շարունակվում է, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հա, այդ սխալը ուղղվելու է, հա, այսպես ասած, դուք այն քաղաքապետը չեք, որը ասենք ընտրվել եք, հա, եւ չգիտեմ, ինչ եք անելու, հա, շուտով ուղղելու են իրենք։ Իմպես է խոր իմաստով ես ասում, Սատենիկ ջան, ինքը շատ բան ասեց, եթե ես չեմ ընտրվել, բա ով է ընտրվել։ Առանց կաշառքի, ամբողջ պետության ապարատի դեմ պայքարել ենք ու այսքան ձայներ ենք։ Ճիշտ ասած, ես չէի հավատում, որ իրանք այսքան բան պետք է անեն, այսքան կեղծիքներ ու այսքան գումար պետք է բաժի, ես դա չէի հավատում։ Ես մի քիչ հավատում էի, որ սա դեմոկրատիայից էին խոսում, բան էին խոսում, ասում էի, հավանական է ճիշտ կպահեն իրենց, բայց ինչ որ ես տեսա, նախկին երկուսը այսպիսի բաներ չէին արել, այն երկու նախագահները։ Դա հիմա ինչ ուզում է անի